Ով ժողովրդի անունից գալիս է, ստում խափում տալու փակում։ Չեմ կարծում, որ adekvat մարդ է, պետք է իշխանության հետ ինչ-որ բան ունենա, կապ ունենա։ Ինքը իր բենով ասում է 7 տարի մնացել եմ, 3 տնող չկա, դրեք թույլ այ մարդ։ Ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում։ Ես նենց եմ կարծում, բոլորը աթոռի կռիվ են։ Հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ունեք նախընտրած տեխնացու։ Ոչ։ 19 քաղաքական ուժ կա, որևիցե մեկին Դեռ չենք մտածել։ Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արման Թաթոյանին։ Չենք մտածել դեռ։ Քաղաքականության մեջ չկամ դրա համար։ Ինչ եք մտածում, որ ձեր ձայնը կարևոր է լինելու։ Դե ճիշտ ասած չեմ էլ ընտրելու եմ ուզում։ 19 քաղաքական ուժ կա։ Որևիցե մեկին Չգիտեմ, երևի Գագիկ Ծառուկյանին։ Չեմ մալը չեմ որոշը, կլասեմ կորոշեմ։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Ոչ մեկի չի վստահում։ Ինչու՞ չեք վստահում։ Ես եմ ասել, եմ քայել եմ գնացել, ոչ մի բան չա։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Մասնակցեմ, հա։ Ունեք նախընտրած տեխնացու։ Ոչ։ 19 քաղաքական ուժերից Սամվել Կարապետյանը, Արման Թաթոյանը, Գագիկ Ծառուկյանը, Նիկոլ Փաշինյանը։ Սամվել Կարապետյանը։ Ինչու եք իրեն նախընտրում։ Ուզում եմ փոփոխություն լինի։ Իսկ ինչ փոփոխություններ եք ակնկալում իրենից։ Ես չգիտեմ, սաղել խոստումներ են տալի, բայց ոչ մի բան չի կատարվում։ Փորձենք տենանք կկատարվի, կամ բան։ Դե բնական է, ընտրելից որ միշտ էլ մասնակցել ենք, այնպես չի որ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Չէ, ընթացքում տեղում կտեսնենք։ 19 քաղաքական ուժ կա, որևիցե մեկը աչքի չի Ես ընկել։ աշխատանքից ուշանում եմ կներեք, բայց չէ, ես չեմ, չգիտեմ, այնտեղ տեղում ինչ եղավ են էլ ընտրում ենք այդ թվում։ 19 քաղաքական ուժերից որևիցե մեկին իմանում։ Գաղտնիքա դա ինչու ընդդիմությունից է, իշխանությունից է։ իշխանությունն է։ Ինչու եք իրենց նախընտրում։ Դե ընտրում եմ։ Ինչն է Ցանկությունը իրենց մեջ շտա է։ գրավել ձեզ։ Շատ լավ բաներ արի, այսպես ճանապարհները պատրաստել է, ամեն ինչ, դպրոցներ, ամեն ինչ։ Ընտրում ենք իրեն։ Հազարատ ընտրություն է գալի, ով ժողովրդի անունից գալիս է, ստում խափում տալու փակում։ Այն գերմանափորեր կան, որ ասում գնացինք հողակարծում նստանք երանք առանց թռանք։ Հիմա էսրանք են։ Ալոնեթում չալոնա գալի, չալոնեթում բալոնա գալի։ Ոչ մեկ ժողովրդի մասին չի մտածում, ձեր ցավը տանը։ Թե մտածի Ծառուկյան Գագոն ինչ ծնվեր, հա։ Այս լույս աշխարհը Ռոզա Ծառուկյանը իրան բերել է, այդ մարդը բարեգործություն անում։ Դες մարդկանց համարտես Թալանչիների խափեպաների սուտասա, նայեք դիմումներ են գրել, ասենք բաժնում դիմում եմ գրել, որ խոսքը օրինակ Բիբի Նորոն Գյորեբանցի 46000 խոզի փողապարտ, Քիջրոն 70000 դրամ, 460000 վյոլաջուրնապարտկեսիա պարտկեն, բողոքեմ վերջի անգամ վարչապետին Նիկոլ Փաշինյանին, եկերա գործարանա վարչապետյանին, եկերա մարդի դատախազություն դիմումները հետ չանեմ։ Այդել որոշում եմ էլի չգիտեմ էլի քուրջան ինչ կա ասելու ասա։ 19 քաղաքական ուժ կա, Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Չեմ Ծառուկյանը։ որոշել էլի կմասնակցեմ, բայց մասնակցելու եմ քուրջան։ Ազիզ ջան, մասնակցելու եմ Իսկ ում եք նախընտրում ամենաշատ Չեմ կարող ասեմ, ընդդիմության էլի։ ներկայացուցիչներին թե Գնալու եմ, իշխանության։ գնալու եմ։ Դուք է, բայց Պարտավոր եք գնաք ընդրությանը, պետք է գնաք ձեր ուզած տեխնացուին ընդրեք, հիմա ում կընտրի, թող մենակ մեր երկիրը խաղաղ կան։ Մենք ենք մասնակցելու, բայց գաղտնիք ենք պահում։ Ինչու իշխանությունից է ձեր նախընտրած տեխնացուն, թե ընդդիմությունից։ Գոնե այդպես Դες որ ասեմ արդեն པարզ կլինի ովքեր են։ Բայց մասնակցելու եմ անպայման, ես իմ ձայնը չեմ թողի որ ընդհանուր։ կա 19 քաղաքական ուժ։ Կան Ընտրությունը մարդիկ, կատարել եք մեկ կոնկրետ մեկի վրա։ այո, մեկ մարդու վրա եմ կատարել ընտրությունը եւ նախընտրում երբ ինքը ավելի լավ է, քան թե մնացածը։ Ներկայացությունների մասին է Այո, խոսքը։ ներկայ իշխանությունների մասին է։ Ինչով են ածես գրավելու, ինչու են մնացածը վրապը ձեզ համար։ Տեսնում եմ ինչա կատարվում։ Աշխատանք կա, արդյունք կա։ Իսկ առաջ այդպիսի բաներ չկար։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Այո, իհարկե։ Ունեք նախընտրած տեխնացու։ Այո։ Կնշեք ով է։ Ոչ։ Իշխանությունից է, ընդդիմությունից է։ Դա իմ անձնական կարծիքն է, ես չեմ բարձրաձայնում դա։ 19 քաղաքական ուժ կա, գոնե որևիցե մեկի վրա ձեր ընտրությունը կանգ առել է։
Իհարկե կանգ առել է։ Իսկ գոհ եք ներկայ իշխանություններից։ Առայժմ ոչ մի բողոք չունեմ։ Ունեք նախընտրած տեխնացու։ Նիկոլ Փաշինյանի։ Ինչու։ Որտե լավ է ղեկավարը։ Մասնակցելու եք։ Այո, իհարկե Իսկ ունեք նախընտրած տեխնացու։ Այո, բայց գաղտնիքա չէ։ Իսկ իշխանությունից է թե ընդդիմությունից, գոնե այդպես։ Իշխանությունից։ Իսկ ինչու։ Տենց ենք ուզում։ Ընդդիմություն Ինչու է ձեզ գրավել հենց իշխանությունը, իսկ ընդդիմության հանդեպ այդպեսի գրավելու ոչ մի բան չկա։ Մենք գործով ենք, ականատես ենք լինում գործին, չգիտեմ, ինչ որ գրավելու ոչ մի բան չկա, այսպես չէ։ Անկեղծ ոչ մեկի չեմ էլ իմանում Նիկոլից բացի, մեկ էլ այդ Սամոյից բացի։ Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Իսկ ունեք նախընտրած տեխնացու։ Դե ունեմ։ Ում եք տեսնում վարչապետի պաշտոնում։ Ով որ կա։ Չունեմ հələ որ, բայց անպայման կմասնակցեմ։ Ես որ ընտրեմ Նիկոլին եմ։ Ունենք, բայց չեք ասել։ Իշխանությունից են Չէ, դիմություն։ իշխանությունից հաստատ չէ։ Ներկա։ Հա, իշխանությունից հաստատ չէ։ Ինչու չեք ցանկանում, ինչից եք դժգոհ։ Հետև իշխանությունը կարող ձեզ պահեք, եթե իրանց բանից եք։ Հաստատ Իսկ ընդդիմության մասին ինչ կարծիք ունեք։ Նախ Սամվել Կարապետյանից Ռոբերտ ես ոչ մեկի մասին կարծիք չունեմ, բայց հաստատ այս բանը չէ, իշխանությունը չեմ կարծում, որ adekvat մարդ է, պետք է իշխանության հետ ինչ-որ բան ունենա, կապ ունենա։ Adekvat մարդ է, իրան մի քիչ հարգող adekvat մարդ է, իշխանության հետ ոչ կապ չպետք է ունենա։ Ընդդիմությունից։ Ով է։ Կարող եք անուն նշել։ Սամվել Կարապետյան։ Ինչու եք իրեն նախընտրում։ Ինքը իմ դուրը գալիս է։ Ես Ռուսաստանում եղել տեսել եմ ինքը ինձ ձևի օգն է հայերին։ Թուրքերը որ կայնել էին Յաշիկի մեջ ծիրանը տրորում էին։ Իսկ այդ մարդը տեղ վերցրեց հայկական ծիրանը, բերեց ֆուրերին կոմիգացրեց, բաումը ձայն տալ։ Շատերն ասում են, երբ որ Սամվել Կարապետյանը գա, ոչ թե Սամվել Կարապետյանն է իշխելու, Գլուխն պատին են տալիս։ Սամվել Կարապետ։ Ինչ կասեք։ Իշխանության սա, հա, դիրքորոշումն է։ Ամեն ինչ լավ կլինի, եթե ինքը գա։ 100%-ով ես եմ ասում։ Իսկ ներկա իշխանությունների մասին ինչ կարծիք ունեք։ Դրանց մասին հետ չեմ ուզում հիշեմ, ասեմ, խոսեմ 3 տարի նույն դասարան մնացի անգրագետ եմ, 70 տարեկան մարդ եմ։ Ասին 3 տարեք թող գնա։ Ինքը իր բենով ասում է 7 տարի մնացել եմ, 3 տնող չկա, դրեք թույլ հայնա։ Ունեք նախընտրած տեխնացու։ Դե դա ես չեմ ասելու։ Իհարկե, որ գնում եմ դիմտրեմ մեկին։ Իշխանությունից է, ընդդիմությունից է, ում մասին ինչ կարծիք ունեք։ Չէ, չեմ կարող ասել։ Ներկա իշխանությունների Հոգնել ենք այդ քաղաքականությունից։ Ինչպես Ներկա իշխանությունների գործելավ ոճը ձեզ դուր գալիս է։ իհարկե ոչ։ Ինչը այնքան դուր չգալու բաներ կա, ախր այնքան անիմաստ բաներ։ Իսկ ընդդիմության մասին ինչ կարծիք ունեք։ Ինեցից ում կնախընտրեք Ռոբերտ Քոչյանին, Սամվել Կարապետյանին, Արման Թաթոյանին, Հայկ Մարությանին։ Ոչ մեկիներ չեմ ուզում, հավատում եք։ Ամեն մեկը իր շահն է պաշտպանում։ Ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում։ Ես նենց եմ կարծում, բոլորը աթոռի կռիվ են։ Հենց այսօրվա իշխանությունն է։ Ինչու։ Ո՞ւմ ընտրեմ։ Ասեք նա դենամ ում ընտրեմ։ Խորտ տալիս եք ինչ որ մեկին ընտրել։ Ներկա իշխանությունից բացի 18 քաղաքական ուժ կա։ Ես նախընտրում եմ իրանց։ Ուսումնասիրել եք։ Ոչ չեմ։ Ես Ընդհանրապես քաղաքականության մեջ չկամ, ոչ մեկին չեմ նայում, հեռուստացից չեմ նայում։ Իսկ ընտրություններին որ գնաք, ինչպես եք ձեր ընտրությունը կատարելու։ Իմ խղճին եմ նայելու։